Ուշագրավ փաստեր, առերևույթ կոռուպցիոն շղթա եւ նոր անուններ քրեական վարույթի շրջանակում։ Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձիկ մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Պարզվել է, որ պաշտոնատար անձը տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության եւ 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով տեղական տուրքը վճարած չլինելու մասին, հիշյալ կենտրոնի ներկայացուցչի օգտին հովանավորչության եւ ապօրինի անգործության համար 2025 թվականի ապրիլի 15-ին կենտրոնի ներկայացուցչից պահանջել եւ ստացել է 600,000 Հայաստանի Հանրապետության դրամ կաշառք։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն եւ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են անդադար պայքարը պետական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների դեմ։ Համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 2 պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու աղմկահարույց դեպք։ Նախաքննության տվյալներով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առաջատար մասնագետները իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով տեղեկացված են եղել, որ մայրաքաղաքում գործող զվարճանքի կենտրոնը չունի գիշերային ժամերին աշխատելու թույլտվություն եւ չի վճարել սահմանված 1 միլիոն դրամի չափով տեղական տուրքը։ Սակայն փոխարեն համապատասխան քայլեր ձեռնարկելու հիշյալ պաշտոնյաները ներկայացուցչի օգտին հովանավորչություն ցուցաբերելու եւ դիտավորյալ անգործություն դրսեւորելու համար պահանջել են կաշառք։ 2025 թվականի ապրիլի 17-ին քաղաքացու կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով։ Իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է հետեւյալը. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի համայնքի ղեկավարի աշխատակազմի ծառայությունների եւ գովազդի բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք նախապես համաձայնության գալով խմբի կազմում եւ տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գործող զվարճանքի կենտրոնի գիշերային ժամերին թույլատվություն չունենալու մասին ձեռնարկել են կաշառք ստանալու գործընթացը, որը տեղի ունեցել զվարճանքի կենտրոնի տնօրենի հետ պայմանավորության համաձայն տեղական 1 միլիոն դրամ տուրքը վճարած չլինելու պայմաններում պայմանավորվել են շուրջ 600,000 դրամ կաշառք ստանալու շուրջ։ Վերջիններս խոստացել են իրենց հովանու ներքո կազմակերպել զվարճանքի կենտրոնի անխոչնդոտ աշխատանքները։ 2025 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված կաշառք ստանալու եւ կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողությունը հանգեցրել է կոռուպցիոն շղթայի բացահայտմանը։ Պաշտոնատար անձը ձերբակալվեց հենց կաշառք ստանալու պահին։ Հայտնի դառնալով վարորդականացնող մարմնի տվյալները միջնորդություն է հարուցվել հակակոռուպցիոն դատարան կաշառք ստանալու եւ տալու նմանակում գաղտնի քննչական գործողություններ կատարելու մասին, որը բավարարվել է եւ 2025 թվականի ապրիլի 19-ին պայմանավորության համաձայն մի խումբ պաշտոնատար անձինք կաշառք ստանալու հարցում դերաբաշխումներ կատարելով պայմանավորել են նույն վարչական շրջանում գործող սննդի կետում կաշառքը ստանալու հարցում եւ տնօրենի կողմից ստացել են պահանջված 600,000 դրամ կաշառքը։ Շենգավիթ վարչական շրջանի 2 պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով։ Անմիջապես պաշտոնատար անձիկ ձերբակալվել են, նրանց ներկայացվել է մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով եւ նրանց նկատմամբ որպես խափան միջոց կիրառվել է կալանքը 2 ամիս ժամկետով։ Այնուհետև վարորդականացնող մարմինը մեծապես հավանական համարելով պաշտոնատար անձանց դատապարտումը կազմել է այդ մասին մեղադրական եզրակացություն եւ ուղարկել հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը, որը հաստատվել է եւ ուղարկվել է դատարան։ Այս աղմկահարույց բացահայտումը եւս մեկ կարևոր ազդակ է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է։ Պետական համակարգում տեղի ունեցող նման գործարքների դեմ պայքարը պետք է լինի բոլորիս առաջնային խնդիրը, իսկ իրավապահ մարմինները շարունակ պնդում են, չեն թուլանալու, մինչև կոռուպցիոն երևույթները արմատախիլ չարվեն։